Բարը, բոլորին ասի բարը, մի հատ ասի Հայաստան, Հայաստան, մի հատ ապրես, բայց նայեք, միշտ ճակատագիրս այնպիսին նա, որ ուր գնում եմ պիտի ինչ-որ բան շտկեմ, հիմա միկրոֆոններն են, ոնց ա լսվում, ստացվեց չէ շտկելա, ուրեմն ավելի մեծ շտկումն էլ ա լինելու ճիշտ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես ստեղ խոսում եմ ոչ միայն որպես Հայաստան դաշինքի առաջնորդ, այլ նաև որպես այս համայնքի բնակիչ։ Եվ համայնքի բնակիչ լինելով հիմա սկզբից կսկսեմ որպես համայնքի բնակիչ, բայց իմ մոտ այսպիսի հարց է առաջացել այս վերջի տարածված դիսկուրսի պատճառով։ Երբ սկսվեց հատկապես պայքարը Արարատ լեռան դեմ, մի անգամից մտածեցի, իսկ Մալաթիա Սեբաստիա անունը տարածքային պահանջ չի Թուրքիայի նկատմամբ, արդյոք մնալու է այդ անունը, թե փոխվելու է, այդ հարցի պատասխանը մինչ այսօր ես չունեմ։ Միգուցե նաև Մալաթիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտացին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը Թուրքիայի համար, հիմա ինչ անենք, քոչենք ստղից, թե քոչացնենք ինչ որ մեկին։ Այս հարցը ոնց է լուծվելու դուք պետք է ասեք։ Մարդ ով ուզում է այս ամենը փոխել Հայաստանում տեղ չպետք է ունենա։ Սիրելի ժողովուրդ, այսօր ամբողջ Հայաստանը սրտիկների մեջ է։ Ուր գնում ես, ուր նայում ես, սրտիկների մեջ է։ Որ մի քիչ շարունակվի կարող է պոչկի, չգիտեմ բանման տարբեր սիմվոլների կամ մարմնի մասի հետ առնչվենք։ Բայց հադրում եմ նաև դա հայտարարվում է, որ այս ամենը նշանակում է, որ իշխանությունը իբրև ձեզ սիրում է։ Սա է, չէ, մեսիջը։ Սա է, որ սիրում է երկիրը, սիրում է ժողովրդին։ Փորձենք հասկանալ, նորմալ մարդը ինչի նկատի ունի այս երկու ասպետան տակ, ինչ է նշանակում սիրել երկիրը և ինչ է նշանակում սիրել ժողովրդին։ Ենթադրում եմ, որ երկիրը սիրել նշանակում է ամուր պահել երկրի դարպասները։ Ամուր են պահել? Ոչ, ուրեմն չեն սիրում։ Ինչ է նշանակում սիրել ժողովրդին։ Երևի առաջերտին ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ինչ են արել, հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5000 զոհ, 12000 վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա է ձեր սերը։ Հիմա համաձայնում եք, որ մի քիչ տարօրինակ սեր է։ Չէ՞, իսկապես տարօրինակ սեր է։ Կան մարդակեր ցեղեր, որոնք ևս սիրում են մարդկանց, բայց այլ նպատակների համար։ Ավելի շատ սիրում են մարդկանց մարմինների տարբեր մասերը, մեկը շատ, մեկը քիչ։ Մենք մարդակերի սերի կարիք չունենք, այդ սերը ուղղիր մեկ այլ ուղղությամբ, այդ սերով քո սերդ ուղղի դեպի Ադրբեջան, Գիտեք, մի փոքր
Սենց պատմական մի սենց հետ գնամ պատմության մեջ իմ այս պաշտոնները շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվել բարձր սենց պաշտոններում մեկ շատ հայտնի դիվանագետ ինձ պատմեց մի փոքր պատմություն երեմի 67-70 տարի առաջ եվրոպական երկրի մեկի դիվանագետին Աֆրիկայում ուղղակի կերել են Հենց տուրիստի պես շարժվել Աֆրիկայում, գնացել է ինչ-որ մինտեղ, երկրին էր ծանոթանում, հենց թմփլիկ էր մի քիչ, տեսքը լավ, բռնիկ երան։ Մեծ սկանդալ էր և այդ երկիրը նոտաներով, վանով, ես ինչ եղավ, ինչ եք արել և այլ, հիմա այդ Աֆրիկացի երկրի ղեկավարը խեղճը ասում է ինչ անեք, հիմա կերել են։ Մենք էլ ձեր երկրում դեսպան ունենք, դուք էլ իրեն կերեք։ Այսպիսի մարդասիրություն մեզ պետք չի, գնաց է գրողի ծոցը այդ մարդասիրությամբ։ Ինչ ես անում, եթե մեկին իսկապես սիրում ես, անում ես ամեն ինչ այդ մարդուն վտանգի տակ չդնելու համար, պատրաստ ես դու քեզ զոհաբերել, բայց փրկել այդ մարդուն ում սիրում ես, ծնողը, զավակին, ամուսինը, կնոջ, ընկերը, ընկերոջ։ Սա է մեր կոդը, սա է մեր ժողովրդի կոդը, և այսպես պետք է ապրենք։ Համաձայն եք։ Հիմա մի քանի Դե արդեն Քրիստինեն հնչեցրեց, որ Երևանը Հայաստանի սիրտն է։ Համամիտ եմ, բարի բուն իմաստով, որովհետև այդ սիրտն է, մղում արյունը ամբողջ մարմնով, տնտեսական հզորությունը այստեղ է, բայց այս սիրտը խնդիրներ ունի, արիթմիա ունի, որովհետև բուժելու փոխարեն հակառակը ավելի են վատթարացնում։ Մեզ պետք է առողջ Երևան, զարգացող Երևան։ Ով պետք է դա անի։ Այսօրվա ությունը չեն կարա 8 տարվա ընթացքում ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով չանել ոչինչ մայրաքաղաքում դա անհարգալից վերաբերմունք է, դա արհամարանք է, մենք սա շտկելու ենք։ Երևանը իսկապես երևանցիների համար դառնում է պրոբլեմային։ Մենք չենք կարող մեր կյանքի մի մասը անցկացնել խցանումներում, իսկ պրոբլեմները աճում են։ Ես ուղղակի հիշեցնեմ 2000 թվականների սկզբից նկատել ենք, որ խնդիր է առաջանում խցանումների և կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկել։ Այնինչ որ տեսնում եք քաղաքում ամբողջը կառուցված է այդ տարիների ընթացքում և այն ժամանակ հարցը լուծեցինք, բայց կյանքը զարգանում է և պետք էր շարունակել։ Չեն անում, չեն կանխատեսում, չեն գուշակում, չեն մտածում, թե ինչ է լինելու 2 օր հետո։ Եվ դրանից տուժում է երկիրը, բոլոր հարցերում ի դեպ։ Ոչ միայն Երևանի վերաբերյալ, անվտանգության հարցերում, արտաքին քաղաքականության հարցերում։ Պատրաստ են փչացնել հարաբերությունները բոլորի հետ չմտածելով, թե ինչ հետևանք է դա ունենալու մեր ժողովրդի համար։ Ժողովուրդ ջան, ես մի բան ձեզ հիշեցնեմ, ինձ կնքել է Պարքև Սրբազանը Գանձասարում և կնքելուց հետո եկեղեցուց դուրս ենք եկել, Լևոնը այստեղ է, այնպիսի մի ծիածան էր, մեկ ձևի, բայց այս ձևի ծիածան չէր, կոլոր էր։ Սա նշան է և
Նշանակում է, որ մենք ինչ ենք անելու հունիսի 7-ին։ Քվեարկելու ենք։ Ես մի քանի թեմայի շուրջ ուզում եի ևս անդրադառնալ, բայց իմ գործընկերները արդեն դրա մասին խոսացին։ Ուղղակի շատ կարճ։ Այդ հիմար օրենքը գույքարկի մասին փոխելու ենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։